Ինչու գործ այս ընթացքով չի գնում, ինչու այս Տիկին Մանուկյան, դուք պետք է մի վարքյան դա դատախազի տարեկան զեկույցի ընթացքում բարբերաբար ասել եմ եւ իմ ասածը ըստ էության, եթե նկատել եք, նաեւ ունեցել է հետեւանք։ Մի մոռացեք, որ վերաբացվեց Արծրուն Մարգարյանի սպանության գործը, Խորխորնու սպանության գործը, դրանք նախկինում փորձ էր արվում ոչ միայն համապատասխան մարմինների կողմից անտեսեն դրանց բացահայտումը, որտեղ այնտեղ շահագրգիռ մարդիկ կային, որոնց ձեռ չէր տալի այդ բացահայտումները եւ նրանք նաեւ գլխավոր դատախազության աջակցությամբ այն ժամանակ աղվան Գառնիկի թեթև ձեռքով այդ գործերը փորձ էին անում, կարային լրիվ այլ մարդկանց վրա կամ այլ ուղղություն տային դրանց։ Բնականաբար նաև հոկտեմբերի 27-ից գտնում եմ, որ ունի հնարավորություն բացահայտման լիարժեք եւ այդ հնարավորությունը մենք պետքա իրացնենք, որտեղ վկաներ կան, որոնց վկայությունները շատ կօգնեն այդ բացահայտմանը։ Օրինակ, Ալիկ Հարություն, Ալեքսանդր Անուշյան, ճիշտ եմ ասում, 7 տարի դա այդ առումով, բացահայտման առումով, երբ որ թան հետքով չես կարողանում գնաս, որտեղ նախկինում այդ հետքերը փորձել են շեղեն։ Նույն հոկտեմբերի 27-ի գործով։ Ուր է Ուզունյանը։ Դատաքննությամբ չկա Ուզունյանը։ Ուզունյանը չկա։ Ուզունյանը լքեց բան Քոչարյանի Ազգային անվտանգության ծառայության։ Ով էր ղեկավարը։ Դրանք հարցեր են, որ նախաքննական մարմինը դեռ ունի հնարավորություն, որպեսզի 2000 թվականից հետո Ունի, ուզում ասեմ, առանց քաղաքական աջակցության, քաղաքական իշխանության աջակցության նման գործերը հնարավոր չի այսպես շարժել իրենց ուզած կեղծ ուղղություններով։ Այդ առումով ես կարծում եմ, որ նաև իմ հանրային ելույթներում ես հաջողել եմ համասան մարմիններին անընդհատ հիշեցնեմ, որ այդ գործերի չբացահայտումը դա բերում է անվստահության նույն մեր համասան մարմինների նկատմամբ, իսկ անվստահությունը ամենամեծ վնասն է, որ կարող հասցնի մեր երկրի անվտանգությանը։ Պաշտպանության հանձնաժողովում չընդգրկվելու պատճառները այն որ եք ուզում նատորի մի հանձնաժողովում լինեք, որը վիլեն գապրել։ Ոչ, վիլեն գապրելն կապ չունի։ Երբ որ ես այդ հանձնաժողովի ղեկավար եմ 8 տարի, ամենամեծ խնդիրը, որ 8 տարի հետո գուցե արժի, որպեսզի հետո դուք ինձ շատ եք ընկերացրել։ Պետք է նորը գա, որպեսզի դուք փորձանեք ինձ չմոռանաք։ Լավ թե վատ դա կարևոր չի։ Եվ վերջին հաշվով համատության մեջ է երևում աշխատանքի որակը բարձր եղել թե չէ։ Մտահոգություն չկար, որ զեկույց ամենակարևոր զեկույց, որը պաշտպանության հանձնաժողովը այդքան քննեց, բազմաթիվ աշխատանքներ իրականացրեց, այո։ Եվ ըստ էության ափին ուղարկվեց։ Ոչ, այդպես չի։ Դուք էլի սխալվում եք, Տիկին Մանուկյան, ես ուզում եմ ավելի հետ գնամ։ Դուք չեք մոռացել, որ մարդը մեկի փաստավակ խմբի փաստացի ղեկավարը ես եմ։ Եվ իմ ստորագրությամբ 5 զեկույց կա։ Միեդի որոշման հիմքում դրված է փաստավակ խմբի զեկույցները, որով հիմա Ռոբերտ Քոչարյանը դատային դաշտում ըստ էության, որ ասում են մարտի 1-ի գործը բացահայտված է, դա նաև մեր զեկույցների շնորհիվ է, որ այդ գործը բացահայտված է, որտեղ Միեդը ընդունեց, որ քաղաքական իշխանության որոշումներն է պատճառը, որ մարդիկ գնդակարվել են իմացել։ Կարծում եք տարիներ հետո զեկույցը ախիվ չի ուղարկվել։ Ես կարծում եմ, որ այո, որևէ զեկույց անհետ չի կորում։ Զեկույցը կարող է քնի, ոնց որ հաշվիչ տեխնիկան կարող է քնի, ռեժիմ դնես, բայց ինքը քանի որ ավարտուն վիճակում է, ինքը կիշնի ներքև, եթե պետք է իշնի, էլի կբարձրանա, բայց այդ զեկույցում այնպիսի եզրահանգումներ կան, որը խիստ անհրաժեշտ է, որպեսզի մեր համապատասխան կառույցները, հատկապես պաշտպանական գերատեսչությունը կարծա, որ մենք նաև օգտվել ենք զեկույց կազմելուց պաշտպանության նախարարության վերլուծություններից, բայց դրա մեջ ավելի շատ տեղեկատվություն ենք մեզ հաջողվել է հավաքել, որտեղ մենք կարողացել ենք նաև մարդկանց կանչել, լսել, տեսագրություններ անել, մինչև վարչապետ։ Պարոն Քոչարյան, տեսեք շնորհակալ։ Չէ, բայց ոնց որ այստեղ մի հատ էլ բան կար, որ ես ուզում ասեմ զեկույցի կապված։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը կարող է մի վայրկյան պակասի։ Ես մի քանի օր առաջ հետքի գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ ինչուի պատասխանը այնտեղ կա։ Հիշում եք մի հատ բան կար, մի հատ հայտնի ֆիլմ կար, ինչու են բաները Մալչանեգի գնայթը հայրենոցը, գառնուկները ինչպես են գառների լռություն։ Այնտեղ հոգեբանի, որ մոտենում է FSB-ի սպան, ասում է, ասա ով է,
ասելու բան չկա, ուշադիր կարդաց եկուցը։ Ձեր գրած ուշադիր կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է։ Հիմա զեկուցում է լիքը բան կա, որը իհարկե լավ կլիներ, որ հիմա ինքը գարիագուման իստերի դալիչ, բայց դա էլ որևէ իրենից բարդություն չի ներկայացնում։ Ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ինքը դեր ասած արխիվ չէ, առաջի բաժինից, գախնի բաժինից կբարձրանա եւ ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով։ Բայց նաեւ մի բան ասեմ, որ այդ զեկույցին այսօր արդեն հասանելի է բոլոր այն կառույցներին, որոնք կարող են այդ զեկույցը վերցնել, կարդան եւ ունենալ որոշակի եզրահանգում, սկսած գլխավոր դատախազությունից, պաշտպանության նախարարությունից, քննչական մարմիններից, բոլորը կարող են այսօր այստեղից վերցնել, ծանոթ եւ նույնիսկ ասեմ падգամները, որոնք թույլտվություն ունեն, բայց ինձ զարմացնում է, որ մեր падգամները ալարում են գնալ, գուցե եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունները նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաեւ իրենց հետաքրող հարցերի պատասխանը կստանան։ Ասեմ, որ падգամները շատ քչերն են կարծացի, հիմա շատ նոր падգամներ ունենք։ Ես չգիտեմ ինչքանով է իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ, զավակներ եւ այլն։ Բայց դա արդեն ապագայի խնդիր է, որտեղ ամենակարևոր բանը Պաշտպանության հանձնաժողովը կարողացավ պատրաստի զեկույց, իսկ համակարգ օրենքի հիմնական պահանջը 26-րդ հոդվածն ասում է աշխատանքները ավարտվում են, երբ որ զեկույցը ներկայացվում է ազգային ժողովի նիստերի դահլիճին։ Պարոն Քոչարյան, չնայած որ փորձում եք հումորով շրջանցել այդ ես հումոր ասեցի։ Եվ անվտանգության հարցերով հանձնաժողովն չառաջադրվելու։ Չէ, հումոր չէ, շատ լուրջ եմ ասում։ Չէ, դե նշում եք հիմա մենք էլ ենք շատ ադապտացվել, հիմա պետք է լորը գա, բայց այդուհանդերձ կարող է մտավախություն կար, որ այդուհանդերձ ձեզ չեն ընտրելու եւ օրինակ ձեզ Չէ, ես ձեզ պարզ ասել եմ նախորդ կեպազորություն։ Այստեղ ընտրվել չընտրվելու հարցը չկա։ Ես ասեցի, որն է իմ համար ընտրվելու առաջին քայլը, նախ առաջադրվել։ Ես ինքնաառաջադրվել, երբեք չեմ ինքնաառաջադրվել 90-ականներում, երբ որ Ղարաբաղ կոմիտեն ինձ առաջարկեց գնամ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը, ինքը առաջարկեց։ Եվ այդպես առաջարկվել է միշտ պաշտպանության նախարարություն, չգիտեմ, ազգային ժողով։ Ինչու ձեզ որևէ մեկը չառաջադրել։ Որպես մեխանիզմ այդպեսին դրված չէ, մեխանիզմը դրված է, ով ցանկանում է, թող ինքն առաջադրի։ Նա ես չեմ ցանկացել։ Շատ լավ։ Պարոն Քոչարյան, վերջին Բայց ինչ կա դեղ անհասկանալի, շատ պարզ է։ Այլ հարցի։ Վերջին 3 շաբաթների ընթացքում մասնավորապես շաբաթ չի եղել, որ կրակոցներ չհնչեն քաղաքացիական։ Տեսել եք, այսօր էլ տեսանյութեր ապարատվեց։ Այսօր չեմ տեսել։ Հունիսի 20-ի դրվագներով Արի, ես կողք ես լավ տեսնեմ, դու մի քիչ արի։ Կրակում էին միմյանց վրա։ Դες, ուրա։ Հա։ Կենցաղային Արի, այստեղ հետաքրքիր բացատրություն տիտան, որը չեք կարծացել։ Կենցաղային հարցերի վերաբերյալ էր այդ վիճաբանություն եղել, որտեղ կրակոցներ էին հնչել, դրան նախորդել էր նաև Մուրացան փողոցում 30 անգամ Բաքում։ Դրանից ավելի առաջ տեղի ունեցել Արաբկիրը ամենածավալունն է, գիտեք որ առումով, որ մեկ էլ պարզվեց, որ սրած զենքերով լիքը մարդ կա, 40 հոգի զենքերը անել են եւ անիմաստ իմ սիրած բառով ախմակ ինչ-որ պատմության մեջ սկսեցին իրար գնդակարել, կրակել։ Դրանից առաջ փառաքարներ, բայց դրանից հետո արաբկիրից հետո, եթե ուշադիր լինեիք, Պաշտպանության անվտանգության Facebook-յան էջում ես իմ մտահոգությունների մասին գրավոր շատ լավ բացատրություն եմ տվել, թե ինչի վրա պետք է գլխավոր դատախազությունը ներքին գործեր, ազգային անվտանգություն ուշադրություն դարձնեն եւ հատկապես գլխավոր դատախազությունը ոնց պետք է այդ ամբողջի նկատմամբ իրականացնի դատախազական վերահսկողություն ուժային կառույցների։ Այնպես չի, որ դատախազությունը միայն քրեական գործերը հարուցում, ոչ, ինքը պետք է նաև նայի ուժային կառույցները այս վերլուծությունների հիման վրա ինչ հարցերի շուրջ, ինչ ծրագիր են իրականացնում։ Եվ հիմա տեսեք, նորից նույն խնդիրն է։ Ներքին գործերի նախարարությունը մենք հսկայական բարեփոխումներ քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն, եւ շարունակ մյուս կառույցները, քննչական մարմինները։ Հիմա այս ամբողջի մեջ շատ կարեւոր է, թե իրենք այդ բարեփոխումների արդյունքում ոնց են կառավարում այդ ինստիտուտները, որպեսզի սկսած թաղային, հա, թաղերին դրող մթնոլորտից մինչև ընտանիք։ Տեսեք, ընտանեկան բռնությունների մասին են խոսում, հոգեբանության մասին են խոսում, ամեն ինչի մեջ կա հոգեբանություն։ Ցանկացած հանցագործություն առանց հոգեբանական
խճանկարի ինքը հանցագործություն չի դառնում, որտեղ այդ մարդու մեջ չգիտես այդ պահին որն է գերիշխում, բայց հիմա զենքի արկայություն։ Մեռանք ասելով, այդ զենքը չի կարա անընդհատ մնա ինչ որ մարդկանց տանը ապօրինի ձևով։ Պետք է մեր ավտոմատական մարմինները զենքի խնդիրը լուծեն։ Տեսեք, զենքի մասին օրենք ընդունեցինք, մտածում ենք, որ այդ օրենքով ով օրինական իրավունք ունենա զենք պահելու, դա այդ զենքը երբեք չի կարող։ Այո, օրինական զենքը չի կրակում։ Բայց անօրինական զենքերի հսկայական ցավալքը, որտեղ 44 օրյա պատերազմը այդքան հետ վաղ ժամանակում չի որ ավարտվել, այդ զենքերի հսկայական կորուստ ունենք։ Բայց դա ամենօրյա մեր նպատակների մեջ պետք է ներառվի, ապօրինի զենք պարզապես պետք է չլինի։ Մի այսպիսի փորձել ասեմ, կարող ասա շատ օգտակար լինի 90-ականներից հետո պատերազմում երբ որ զենքերը կորում, քաղաքական իշխանությունը ժամանակ որոշեց ապօրինի զենքը զենք ունեցողից առնի։ Փող առնել, որ մարդիկ վերեն զենքը գոնե հանցագործություն միջև դառնալը առանց քրեական գործի պետությունը ինքը առնում էր եւ գնում էր զինված ուժերը, որը էլի շատ լավ է։ Ուզում եմ ասեմ, որ այո, մտահոգիչ իրավիճակ է, որովհետև երբ որ մի քանի օր իրար հետևից կարող չի դանակահարումը թե կրակոցը ավելի վատ հասարակության մեջ անվստահության այսպես էլեմենտ առաջանում երկրում անվտանգ ապրելու, որովհետև այսօր մեր երկրի գրավչությունը նաև կախված է նրան, որ մեր երկիրը համարվում է անվտանգ երկրներից մեկը։ Դրա համար туриզմը զարգանում է, փողոցում անվտանգ քայլում են, աղջիկ ունեցողները շատ չեն մտահոգվում։ Բայց մարդը, եթե կրակես, կարող է գնդակը կողքինին ոչ միայն վնասի, այլ կյանք խլի։ Հիմա բացի դատախազությունից, պարոն Քոչարյան, այլ մարմիններում պաշտոնանկություններ չպիտի լինեն, պաշտոնանկություն, նայեք, պաշտոնանկությունը որպես վերջնարդյունք, եթե տեսնում են, որ լուծումները չի տրվում եւ համապատասխան ղեկավարը չի կարողանում իրավիճակի թելադրանքից ելնելով համապատասխան կառույցը այնպեսի վիճակի բերի, որպեսզի էֆեկտիվ լինի իրենց արժեք դրված քաղաքական խնդիրը, քաղաքական խնդիրը պայքար անօրինականության եւ հացավորության դեմ։ Պետք է ուրեմն Եվ ինչ եմ ասում, դատախազական վերահսկողությունը շատ կարևոր է, որովհետև հիմնական վերլուծությունները այսպես թե այնպես հավաքվում են դատախազության կառույցում։ Պարոն Քոչարյան, դուք իրավապահ մարմիններից ուղղությունը տանում եք դատախազության, բայց ոչ չէ։ Ես դատախազության մասին չեմ խոսի, որ կոմոդ արդեն։ Չէ, ուղղակի գիտեք ինչն է այստեղ։ Ես ասում եմ, մարմինները մեկը մյուսի վրա է գցում, պարոն Քոչարյան, ասում են ոստիկանություն թող գնա կախի, քնչականը լավ չի աշխատի մեղադրանքի։ Դու էլի խառնեցիր։ Դատախազություն, որ ասում եմ, պատական չեմ ասում, որովհետև դա այն կառույցն է, որը իրավասու է այդ վերահսկողությունը իրականացնել։ Նաև մենք խորհրդանական վերահսկողությունն ենք։ Դա էլ պետք է անընդհատ օգտագործես, բայց բուրգի վերևում, երբ որ մենք ընտրել ենք այդ մարմնի ղեկավարին, այդ մարմնի արժեք դրված խնդիրը, դա է։ Ընդ որում նախկինում դատախազությունը մեծ լիազորություններ ուներ, քննչական մարմին ուներ ձեռքի տակ։ Հիմա դա չկա, բայց դրանով իր ֆունկցիոնալ խնդիրների ծավալը չի պակասում։ Ես նորից եմ ասում, որ բոլոր մարմինները պետք է սկոպիտ ասած հավեսով աշխատեն, որովհետև անվտանգությունը բոլորիս վերաբերվում է, սկսած տրանսպորտի հետ կապված խնդիրներից, պատահարներից, որովհետև դու չգիտես վաղ այդ տրանսպորտի մեջ ես լինելու, թե փողոցում ես լինելու, եւ քո վրայով ինչ-որ մեկ անցել է։ Դուք նշեցիք ներողություն խնդրում, որ իրավապահ մարմինները պետք է լավ աշխատեն, բայց նույն կերպ հարց է առաջացնում հանրության, նույն իրավապահ մարմնի ներկայությամբ պաշտոնական անձի եղբայրը, Կոնջորյանի եղբայրը, հայոյում է, պարոն Քոչարյան, եւ բարեկային ծառայողը որևէ քայլ չի անում։ Հայոյանքը հնչում է բարեկային ծառայողը ուղեկցում։ Հիմա ներքին գործընկերություն կատարողական հանրության մոտ հարց է առաջանում։ Այստեղ ես կարող եմ ասեմ, որ պարլամենտն էլ հսկայական անել է։ Սկսած հարց ու պատասխանների ռեժիմ։ Ո՞վ է խանգարում, որ այդ հարցադրումները դուք որպես լրագրող ինձանից հիմա որպես պատգամավոր ուզում եք լսեք, հիմա դուք կտեսնեք նաև իմ որպես պատգամավոր, ինչպեսի ես ինձ պահված կունենամ նաև այս հարցերի շուրջ ավելի հանրային խոսույթս ավելացնելու, որտեղ հանձնաժողովի նախագահի ֆունկցիաները բավականին մեծ է, բայց եթե էֆեկտիվ աշխատում է, շատ ծանր է։ Մեր հանձնաժողովը այս տարիներին շատ էֆեկտիվ աշխատել է, որտեղ երկու ճակատով աշխատում։ Քարորիա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը տևել է տարիներ, եւ 44-ը, որ տևել է 3 տարուց։ Այսինքն աշխատանքի մեջ երկակի ուղղություններով ինքը ոչ միայն օրենսդրական, իր ծավալի մեջ է շատ մեծ ծավալ ունեցել, ունենալու սահմանափակ ռեսուրս։ Մեր փորձագետների
քանակը 5-ն են, բայց Պաշտպանության հանձնաժողովը ունի շատ լավ փորձագետներ, ընդ որում եւ բանակի հետ կապված եւ ներքին գործերի մենք փորձագետ ունենք, որի իրավական գիտելիքները ոչ միայն օգտակար են եղել, այլ նաեւ ֆունդամենտալ են եղել ուղղությունները եւ կառույցներին ճիշտ ուղղորդելու եւ թիրախային իրենց առաջադրանք իջեցնելու համար։ Հիմա դուք որպես պատգամավոր ներքին գործերի նախարարից պատասխան ակնկալում եք, դիմել եք, որ առանց նույնիսկ որպես նախ մեր այս տարիների հարաբերությունները համապատասխան կառույցների ղեկավար կազմի հետ միշտ եղել են շատ ընկերականից բացի շատ գործնական։ Այսինքն մենք ըստ էության լինելով քաղաքական իշխանության մեր բանն կառույցը նաև ոչ թե գնացել է հարցերի սրմանը, այլ հարցերի լուծմանը։ Եվ ներքին գործերի նախարարությունը, եւ ազգային անվտանգությունը, եւ արտաքին բոլոր կառույցները, եւ արտաքին գործողությունը, եւ ռազմաարդյունաբերությունը, եւ դրա համար այլ որևէ այնց լարվածություն չկա, եւ ընդդիմությունը, այսօր Գեղամանուկյանը ասեց հարցերը ես լավ եմ աշխատել, թե չէ։ Ասեց հանձնաժողովի նախկին նախագահը, ես կարող եմ վստահաբար ասել, որ նաև ընդդիմությունը մեր հանձնաժողովում աշխատել է, որտեղ դա վերաբերվում է երկրի անվտանգությանը։ Եվ կարող եմ վստահաբար ասել։ Լսեք, դուք հիմա եթե Կոնջերյանի եղբայրը չունեք, դուք այս հարցը չեք տա։ Բայց դա պետքա լինի ցանկացած դեպքում։ Բարեկային կառույցը մենք ստեղծել ենք որպես նոր ստեղծված ստերիլ կառույց, որը տարբերվելու է։ Դա շատ վատ օրենք ծառայական քննությունը պետք է չուշանար։ Պետք է այդ ծառայական քննությունը պատահի ձեր բոլոր հարցերի պատասխանը։ Ընդ որում, եթե չի տալիս հարցերի պատասխանը, շարունակում մենք խնդիր ունենք կառավարման ոլորտում։ Պարոն Քոչարյան, չնայած Նիկոլ Փաշինյանը դուք հարց չունեք, որ զինված ուժերում դու հիմա ֆակտորում ես 24-ից։ Սա ֆակտորը չի։ Այնպես աղջիկ ենքան նմանակ է այս ֆակտորի։ Արդեն Ոնց որ քույրեր լինեն, մենք շատ ուրախ ենք դրա կապակցությամբ։ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում սպանությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ դա սոցիալ-հոգեբանական է։ Փաշինյանի հնչեցրած բոլոր բաները դրդապատճառներ իմ համար ընդունել են։ Սկսած քնելուց, այսպես քնելուց բացի դա ասում են քֆուր ադրված քնելու մասին։ Դա վերում է, այսինքն որ ասում եմ, այդ բոլորը հոգեբանական խնդիրներ են։ Հիմա ես ուզում եմ հասկանալ շատ լավ հասկացանք սոցիալ-հոգեբանական է։ Ինչ է անում կամ ինչ պետք է անի պատկան գերատեսչությունը այդ հարցին լուծում տալ կամ դուք տեսնում եք քայլեր մի փոքր դրվագ ասեմ, եթե 7-8 դեպքներով 7 ամսվա ընթացքում Հիմա ես ասեմ, վերջին հաշվով եթե չեք մոռացել, մենք սերժանտական համակարգ ենք ներդրել, որի արդյունքում կստանան երևի 3 տարի հետո, երբ որ համակարգը կսկսի գործել, որտեղ սերժանտ իր տեղում կլինի եւ այդ հարաբերությունը կլինի ուղիղ իր նշանառության տակ։ Հիմա այդ համակարգը դրել ենք, օրենսդրական խնդիրները լուծել ենք, արդեն բուրգը կառուցվում է, բայց դա ամբողջապես լցնելու համար շատ ժամանակ է պետք։ Կարծում եմ, որ ծառայության որակի բարձրացումը շատ կարևոր է։ Ծառայության ընթացքում պետք է հնարավորինս հոգնածությունը չդառնա քնելու արդյունքը չդառնա հարաբերությունների այնպիսի վիճակի արդյունք, որի արդյունքում մարդը որոշում է կասպանել։ Սա մի դրվագն եմ ասում։ Այնտեղ կա ուրիշ ուրեմն պատճառներ, սկսած խաղադրույքներ կատարելուց, դրանք ամբողջը կան, բայց եթե նկատել եք, դրանք էապես պակասած են բանակում, որովհետև առայժմ ուժային միջամտության շնորհիվ է, բայց ուժայինից բացի շատ կարևոր է նաև հանրային վերահսկողությունից սկսած ընտանիքից մինչև զինված ուժեր այդ միասնական փոխըմբռնումը շատ կարևոր է ընտանիք զինված ուժեր։ Պարոն Քոչարյան, բայց այնտեղ շեմը իջեցել են հիմնականում յոթիկը այդ սահմանափակումներով զինվորներն են հիմնականում գնում այդքանի վերջի այս 3 դեպքը հատկապես մասնագիտական առումով բոլորը այդ վերջերս չասեմ ում հետ, ասեմ ոչ թե ոչ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ես բարձրացան շատ զինվորականների հետ այդ հարցը խոսել ենք զորակոչի հետ կապված։ Այո, ես կիսում եմ ձեր մտահոգությունը եւ կարծում եմ, որ այդ մասին նոր հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի նոր կազմը հներից կարծում եմ կմնա Արմենը Խաչատրյան եւ Կավալյան Ասասունի Միքայելյան եւ էլի նոր կազմով կլինի Գեղամ Մանուկյան ենթադրում է ընդդիմությունից կլինի այնտեղ, որը շատ լավ կաշխատի իշխանության հետ այս հարցերում
կլիներ խնդիրներ, որ ինքս կգնամ կմասնակցեմ։ Կմասնակցեմ իհարկե, ես վերջին հաշվով կան բաներ, որ իմ ներկայությունը կարող է օգտակար լինի, բայց ես կարծում եմ, որ երբ որ ես որոշում կայացել եմ տեղափոխվել այլ հանձնաժողով, երկար եմ մտածել եւ ճիշտ որոշում եմ կայացրել։ Շնորհակալություն, բոլոր դեպքերում դուք պաշտպանության հանձնաժողովի նախագահն եք եղել։ Հիմա այսօր այլևս այն առանցքային դեմքերից չեք։ Ով ասաց։ Շաքային պատգամավոր։ Ոչ, առանցքային դեմքը պաշտոնով չի, ապրոց կյանքով է։ Հիմա ես, որ ասենք թե պաշտոն չեմ ունեցել, պաշտոնի կորուստ ուշադիր լսի, ես քանի անգամ եմ հրաժարական տվել նախկին իշխանությունների ժամանակ, նախկին ասելով Ռոբերտ Քոչարյանը չէ, Ղարաբաղ կոմիտեի իշխանության ժամանակ, մի քանի անգամ, եւ քանի անգամ են ինձ նորից հետ վերադարձել, նույնքան անգամ, հիմա պաշտոնին եթե կարչել ես, դու կդառնաս այդ պաշտոնի գերի, սա ձայնագրվում է, այո, պաշտոնի գերի, ով դարձավ պաշտոնի գերի, շուտ թե ուշ նա փորձանք է, դրա որ ասում են, ինչ-որ ժամանակա շրջան, փուլ, պետք է քաշվես մի կողմ, կողքից նայես, դու ոնց ես պաշտոնավարել, եւ քեզ ոնց են գնահատում։ Տեսեք, իմ հետ կապված բազմաթիվ sense սուր անկյուններ կան, սկսած իմ ժամանակ ինչ-որ բաներ, հա, ինֆորմացիաներ, որ sense տարածվում էր, հետո այդ ինֆորմացիաները ծեփում էին պատին, անհետանում են, բայց ես ինձ ճանաչում են ոչ թե պաշտոնով, այլ իմ ապրած կյանքով։ Եվ վերջին հաշվով պաշտոնը չի մարդուն գեղեցկացնում, այլ մարդը կարող է գեղեցկացնել պաշտոնը։ Եվ հուսով եմ, որ անկախ ամեն ինչից, եթե ես կշիռ եմ ձեռք բերել քաղաքական, դա նաև իմ ապրած կյանքով է, իմ մտերիմների, իմ ընտանիքի, նաև իմ եւ իմ թիմակիցների նվիրվածության բանով պայմանավորված, որտեղ մենք այս ճանապարհը անցել ենք բոլոր դժվարություններով։ 90-ականից սկսած վերջին հաշվով մենք 90-ականներին 103 սենյակից ենք սկսել մեր երկրի անվտանգային խնդիրները, որտեղ բազմին սրտաններ ընտրում, եւ այդպես հետո ծավալվել է, հետո հաղթանակներ, անհաջողություններ, բայց այսօր մի խնդիր ունենք, մեր երկիրը պահել անվտանգ պահելու համար պետք է նաև պաշտոնյան գիտակցի, որ ինքը անփոխարինելի չի, եւ եթե ինքը չի կարողանում իր տեղում որոշակի լուծումներ գտնի, ուրեմն պետք է գտնեն այն մարդուն, որը ավելի ճկուն է մտածում, ավելի թարմ է մտածում, եւ ես վստահ եմ, որ մեր երկրում կադրային սով երբեք չի կարող լինի, եթե փնտրում ես համապատասխան մարդկանց։ Ես զբաղվել եմ ուժային կառույցների կադրային քաղաքականությամբ, իմ հիմնական բանը եղել է դա, եւ ես միշտ հպարտանում եմ, որ կադրային քաղաքականության մեջ իմ առաջին ներքին գործերի նախարարությունում ես կատարել եմ 2700 կադրային փոփոխություն հորիզոնական երևայած, պաշտպանական գերատեսչությունը 0-ից գնացել ենք, հավաքել ենք պրոֆեսիոնալների, ֆիդայիների եւ կառույցելուց հետո կարողացել ենք MC կադրային քաղաքականություն անենք, որը անշեղորեն անդադ բանակի հզորությունը մեծացրել է, սպառազինությունը երբ որ հայտնվում է համասարական կառույցում, դա նաեւ հաջողում է եւ առաջին պատերազմի հաջողությունները պայմանավորված են առաջին կադրային քաղաքականության արդյունքում։ Եթե հին տղերքից հարցնեք, ասենք, բազգենը զբաղվում են ավելի շատ կռվող տղերքի ֆիլմերով, ասենք շատ պրոֆեսիոնալների Հայաստան վերելով, սկսած գեներալիտետից մինչև լեյտենանտ, սովետական բանակից հիմնականում։ Եվ դրանց համատեղ այսպես ներդաշնակումը բերել է շատ լուրջ հաջողություններ եւ հիմա էլ բանակը, որպեսզի ավելի ամուր եւ ոչ այն բանակ, բոլոր ուժային կառույցները ամեն ինչի հիմքում դրված է ճիշտ կադրային քաղաքականություն պետք է լինի։ Պետք է մարդը, երբ որ ընդունվում է ծառայության, նա պետք է հեռանկարում տեսնի ինքը ծառայության ինչպիսի չափորոշիչների շնորհիվ պետք է բարձրանա եւ ինքը տնօրինի արդեն այն որոշումները, որը ինքը կուզենար, որպեսզի արդյունք տա։ Շնորհակալություն։